մենք հասել ենք մի շատ հետաքրքիր կետի, երբ վկայի հարցաքննությունը ընդհատվեց, որպեսզի տեսագրությունը նա դիտեր, նա նախաքննական ցուցմունքում էր պնդել, որ այդ տղաների մեղսագրվող երկու թողարկումները ինքը չի դիտել, բայց անգամ այդ պայմաններում դատարանը որոշեց, որ այդ վկան, այդ անձը պետքա լինի վկա եւ բերեն այդ մարդուն դատարան։ Դա շատ տարօրինակ բան էր, էլի, սա նաեւ մասնագիտական առումով եմ ասում։ Պատկերացնում ես Ֆիդանյանն ասում, մարդը ասում է, ես չեմ տեսել ինչա կատարվել, ասում մարդկանց մեղադրում են կոնկրետ, մեկ կոնկրետ երկու հաղորդման համար։ Մարդը գրում է, որ դա չի դիտել, բայց մարդուն բերում են որպես վկա։ Մի խոսքով հիմա մենք պետքա դա հավաստիանանք, պետքա տեսանյութերը դիտենք, տեսնենք այդ մարդը ի վերջո այդ երկու թողարկումները դիտելա թե չի դիտել։ Առհասարակ նման գործերով վկա լինելը շատ դժվար է պատկերացնել, որովհետև կա տեսանյութը պետք կարելի է զննել եւ վերջ, այդտեղ վկան որն է ասեք